Օրհնյալ է մեր Տերը։ Այսօր մի հետաքրքիր թեմա կա, որ ուզում եմ ձեզ հետ բաժնեկցեմ, դա գերբնական ապրելաձևի մասին է խոսելու։ Տանը նստած էի, աղոթում էի Տիրոջը, եւ հետաքրքիր մի ուղեղը սկսեց ինչ-որ մի բան սկսեց աշխատել ու սկսեցի մտածել, որ գերբնական ապրելաձև կա, որ մենք երկրի վրա ապրում ենք եւ որևէ մեկս անգամ երևի չեք էլ մտածում, բայց ինչ որ ես ասեմ, դուք ասես, վայ դա իմ կյանքն է։ Ու ես գիտեմ, որ դա քո կյանքն է, բայց մի անգամից ինձ շատ արագ ոնց որ Սուրբ Հոգին շարադրի այդ կյանքը ու հասկացա, որ գերբնական կյանքը դա աստվածային կյանքն է, որ մենք ապրում ենք երկրի վրա, թեև չենք էլ հասկանում, որ դա իսկապես աստվածային կյանք է։ Եվ մի քանի բաներ կա, որոնց վրա ուշադրություն կդարձենք, երբ որ ասում ենք գերբնական կյանք, մենք Աստվածաշնչից հիշում ենք հերոսների, որոնք գերբնական կյանք ապրեցին։ Ասենք, եթե ասենք հավատք, միանգամից կհիշենք օրինակ Աբրահամ, Եղիա, Դավիթ, եթե ասենք սեր, միանգամից կհիշենք Հիսուս, հետո Էլում, Մովսես, Հովհաննես, ասենք ինչ որ Հովսեփ, մարդիկ, որոնք որ սիրով լցված են, երբ որ ասեն ներում, միանգամից էլի կհասկանանք Հովսեփ, մեր Տերը, վերջապես ասենք հերոսներ կա Աստվածաշնչյան, երբ որ գերբնական կյանքի մասին է խոսքը, մենք ինչ որ մարդկանց հետ այդ դրվագը ասոցացնում ենք, նմանացնում ենք, ասում ենք անպայման սա սրանա նման։ Ասենք եթե հավատարմության մասին խոսքը լինի, կիրակի օրը գալ ծառայության, միանգամից իմ հետ չեք համեմատի, որովհետև կասեք ինքը մեկ-մեկականի եկեղեցի։ Կհամեմատեք մեկի, որը որ վազում է ամեն կիրակի Տիրոջը երկրպագելու մեծալելու։ Գնանք առաջ։ Եվ այս գերբնական ապրելաձևի, որը որ աստվածային ապրելաձև է, ամենաառաջինը, որ նկատեցի, դա հավատքն է։ Տեսեք, դուք ասեք, բայց բոլորը ունեն հավատք։ Տեսեք ինչ է գրված Աստծո խոսքի մեջ։ Ասում է երանելի են նրանք, ովքեր չտեսան, բայց հավատացին։ Այսինքն հասկանում ենք մի պարզ բան, որ նա կա նաև հավատք, որ մարդիկ ուղղակի հավատում են։ Եբրայեցիս թղթի հեղինակը հավատքի մասին հետևյալ բանն ասում, ուզում եմ այդ խոսքը ասեմ, Եբրայեցիս 11:1, ասում է հավատքը հուսացած բաների հաստատությունն է, չերևացող բաների ապացույցը։ Այսինքն մենք դա չենք տեսել, բայց հավատում ենք։ Հավատքը սա է, որ մենք չենք տեսել, բայց հավատում ենք։ Հավատքը տեսած բան չի։ Երբ որ մենք տեսնում ենք, սրան պետք չի հավատալ, բայց այն ինչը որ մենք չենք տեսնում, սրան կարելի է հավատալ։ Մենք ասում ենք, հաստատ դա կարող է լինի, որովհետև մենք չենք տեսել, բայց հավատում ենք։ Ասում եմ, մի անգամ այս գործերը որոշում են կայացնում եւ ասում են, լսեք, այս ոչ շատ անձրևներ գալու պատճառով մեր ջրափոսը սկսել է չորանալ, բայց այսպես ենք լսել, որ մի քիչ այն կողմ գետ է գնում, որովհետև մենք լսում ենք այդ ձայնը։ Եվ մենք հավատում ենք, որ այն կողմը գետ կա։ Եկեք գնանք դեպի գետը։ Եվ այս գործերը որոշում են, որ գնան դեպի գետը, որտեղ որ գետ է գնում, շատ ջուր կա, եւ այդտեղ չորություն չի լինի, եւ իրաց կյանքը կապահովի, որոշում են կայացնում, բայց որպեսզի այդ որոշումը կայացնելուց հետո, որ իրանք իրականացնեն, պետք է մի ճանապարհ անցնեն, որտեղ որ մեքենաներ են գնում ու գալիս։ Եվ այս գործերը, երբ որ որոշում են, որ գնան ճանապարհի կեսը գալիս են, հանկարծ դոդոշները տեսնում են, որ այս գործերը գնում են, ասում են, ուր են գնում, այն գործեր։ Ասում են, որ մեր ջրափոսը արդեն չորանում է արևից։ Մենք ուզում ենք հայտնվենք գետի մեջ, որովհետև այնտեղ շատ ջրեր կա եւ մեր կյանքը կերկարի։ Մի գնացեք, մեքենաները ձեզ տրորելու են։ Եկ դարձեք ձեր ջրափոսը, քանի որ դուք չեք մահացել։ Եվ այս գործերը որոշում են կայացնում, եկ դառնան նորից իրենց ջրափոսը, որովհետև հասկանում են, որ գործերը ճիշտ են ասում։ Ընդամենը մի գործ հասնում է գետի ու կյանքը երկարում է։ Եվ գիտեք ինչ է պատճառը լինում, որ այդ գործը տեղ է հասնում։ Այս գործը խուլ է լինում։ Այդ բոլոր գործերը լսում են այս դոդոշների խոսքը ետ են դառնում, բայց այս մի գործը խուլ է լինում։ Մարգարեն այսպես ասում, ով է խուլ, բացի ծառամ։ Ով է կույր, բացի ծառամ։ Մենք աշխարհի համար պահ կա, որ պետք է կույր ու խուլ լինենք, որպեսզի կարողանանք մեր ուզածին հասնել։ Բայց երբ որ մենք կույր չենք եւ խուլ չենք, բոլորի ասացները եւ բոլորի ինչ որ մենք տեսնում ենք, դրանք մեր վրա սկսում են բացասական ազդեցություն ունենալ։ Եվ առաջինը ես ասացի, որ հավատքն է, երբ որ ասում ենք հավատ, միանգամից հասկանում ենք հայր Աբրահամ, որ 100 տարեկան էր,
Բայց տիրոջից երբ որ խոստումը ստացավ, ինքը չնայեց իր ծերությանը, որ 100 տարեկան է, 100 տարեկանում ծնվեց իր որդին Իսահակը։ Չնայեց Սարայի ծերացած վիճակին, որ նրա արգանդը արդեն մահացել է, հնարավոր չի երեխա ունենա։ Սարան իր ծերության օրերի մեջ Աստված կարելի ասել երիտասարդի արգանդ տեղադրեց կամ այնքան թարմացրեց նրա արգանդը, որ կարողանա երեխա ունենա։ Որ այդ տարիքում անհնար է մարդը երեխա ունենա, Սարան երեխա ունեցավ։ Միանգամից հասկանում ենք Աբրահամ։ Երբ որ ասում ենք հավատք, միանգամից հասկանում ենք Եղիա, որ 3 տարի 6 ամիս երկինքը փակեց։ Եվ 3 տարի 6 ամիս ընդհանրապես երկրի վրա անձրևներ չտեղացին, ջրեր չկար, եւ չորություն կար, եւ հետո նորից աղոթեց, եւ ջրերը թափվեցին։ Երբ որ ասում ենք հավատք, միանգամից հասկանում ենք Մովսես, որ գավազանը մեկնեց դեպի ծովը։ Եվ ծովը երկու մասի բաժանվեց։ Ֆիզիկային հակառակ օրենք, որ այդպիսի բան հնարավոր չի ջուրը երկու մասի բաժանել։ Երբ որ ասում ենք հավատք, միանգամից հասկանում ենք Հեսու, որ կանգնեց ու արևին ասեց կանգ առ այդտեղ, լուսին էլ ասեց դու էլ այդտեղ կանգ առ, մինչև պատերազմը չվերջացնեմ։ Եվ ամբողջ տիեզերքը կանգնեց։ Պատկերացնում եք, երբ որ ասում ենք հավատք։ Երբ որ ասում ենք հավատք, մեր եկեղեցու չեն կարող որևէ մեկի հետ ասոցացնենք, նմանացնենք։ Միանգամից Աստվածաշնչյան ինչ-որ հերոսների են նմանացնում ու ասում ենք այս մարդը հավատքով այս գործողությունը կատարեց։ Հավատքը դա գերբնական ապրելաձև է։ Սուրբ գրքի մեջ Եբրայեցիս 11:3-ի մեջ հետևյալն ասում. ասում է հավատքով ենք իմանում, որ Աստված երկինք եւ երկիր աշխարհը արարեց, հավատքով ենք իմանում։ Մեզանից որևէ մեկը մոտավորապես 6000 թե քանի տարի Ետ չի գնացել, որ տեսնի, թե Աստված ոնց է արարում, բայց մենք հավատում ենք, որ Աստված իր խոսքով արարեց երկինքն ու երկիրը։ Սա գերբնական հավատք է, կա բնական հավատք։ Ես հավատում եմ իմ տեսած բաներին, բայց կա գերբնական հավատք, որը քեզ պատերազմի է մղում։ Սատանան միշտ պայքարում է քո մեջի հավատքը կոտրելու, ջարդելու, բայց դու հավատում ես, որ ամենակարող Տերը ինձ հետ է, եւ եթե նա ինձ մինչև օրս պահել է, մնացած ժամանակ էլ ինձ պահելու է։ Սա գերբնական հավատք է։ Ես հավատում եմ, որ Աստված օրհնելու է իմ տունը։ Ես հավատում եմ, որ Աստծո ձեռքը ինձ հետ է լինելու։ Ես հավատում եմ, դու այդ ամենը չես տեսնում, դու ընդհակառակը չորություն ես տեսնում, վատ բաներ ես տեսնում, բայց ես հավատում եմ։ Եբրայեցիս թղթի հեղինակը հետևյալ բանն ասում է հավատքի մարդիկ չերևացածը տեսան եւ բարևեցին հետը։ Ամեն։ Չերևացածը տեսան, բայց բարևեցին։ Ես հիշում եմ, ես մի թաղամասում սկսեցի ծառայություն անել եւ այդ թաղամասում երբ որ ծառայությունը սկսեցինք, նստարաններ դրեցինք եւ առաջի օրը երբ որ գնացի ծառայության 3 հոգի մարդ կար։ Այդ տանտիրոջ ասեցին կարող ենք էլի նստարաններ ավելացնել։ Ասա վայ եղբայր, մտամ թե սա նստարանները լցվել են, ուզում ես էլի նստարաններ ավելացնենք։ Ասի եթե կարելի է, բերեք էլի նստարաններ ավելացնենք, ասա ուր եմ ես, կարող բերեմ, ասի դե բերեք ավելացնենք էլի, խնդրում եմ։ Ու ես երբ որ մտա հավատքով սկսեցի, բարև ձեզ, Տեր օրհնի ձեզ, ասեց մանկական հավատք էր, բայց գիտեք հետաքրքիր ինչ էր, ընդամենը մի կարճ ժամանակ հետո այդ տունը այնքան լցվեց, որ մարդիկ հատակին էին նստում։ Ամեն, ամեն։ Ասում է հավատքի մարդիկ չերևացածը տեսան ու բարևեցին։ Այո, տեսացի պես ընդունեցին։ Հիմա ունենալ հավատք, ես հավատում եմ, երկիր կա, բայց կա գերբնական հավատք, սա գերբնական ապրելաձև է, որ դուք ապրում եք այս երկրի վրա։ Այնպես որ ես ձեզ օրհնում եմ Տեր Հիսուսի անունով, դուք հավատում եք մի գերբնական Աստծու, եւ այդ գերբնական հավատքը ձեր մեջ է, սա է պատճառը, որ դուք եկել եք այսօր նրան երկրպագելու։ Երկրորդը Հռոմայեցիս, ներողություն մինչև դա, Հռոմայեցիս 10:17-ի մեջ ասում է, հավատքը լսելուց է գալիս մեր մեջ, լսելը Աստծո խոսքից։ Ինչքան շատ Աստծո մասին խոսք լսենք, այնքան մեր հավատքը կսկսի ավելի հզորանալ։ Եվ դրա համար եկեք ինչքան հնարավոր է, Տիրոջ խոսքը ավելի շատ լսենք, թող մեր հավատքը ավելանա։ Ես չգիտեմ դուք տներում քարոզներ, բաներ լսում եք թե չեք լսում։ Ասենք մեր տիրակտորյա քարոզներից բան լսում եք թե չէ։ Ես խորհուրդ եմ տալիս։ Լսեք, ինչքան շատ լսեք, այնքան ձեր հավատքը ավելի կսկսի աճել ու կբարձրանա։ Երկրորդ բանը, որ գերբնական ապրելաձև է, որը նաև աստվածային դրսևորում է, դա սերն է։
Դու կարող ես զարմանաս, ասես, ինչի անապաշխարները սեր չունեն, ով ասեմ, որ չունեն, լավ էլ սեր ունեն, բայց ես այսօր խոսելու եմ աստվածային սիրո մասին։ Սերը դա աստվածային հատկանիշ է։ Սուրբ գրքի մեջ ասում է, Աստված սեր է։ Տեսեք, այն ինչը որ ես խոսում եմ, դա ձեր կյանքից եմ խոսում, նորություններ չեմ տալու այսօր։ Չկա մի նոր բան, որ ես ձեզ ասեմ, սա ձեր կյանքն է, բայց ուզում եմ սիրուն շարադրեմ այն կյանքը, ինչ որ եկեղեցին ապրում է երկրի վրա։ Երկրորդ, գերբնական կյանքը, որ աստվածային կյանքը, դա սերն է։ Սիրո մասին հետևյալ բանն ասում, Աստված սեր է։ Մեկ ուրիշ համարի մեջ ասում է, սիրո մեջ վախ չկա։ Մեկ ուրիշ համարի մեջ ասում է, կատարյալ սերը վախը մեկ դիավանում։ Հիսուս ասեց, եթե իրար սիրեք, բոլորը կտեսնեն, որ դուք իմ աշակերտներս եք։ Եթե դուք իրար սիրեք, բոլորը կտեսնեն, որ դուք իմ աշակերտներս եք։ Հիսուսը խոսում է գերբնական սիրո մասին։ Մատթեոս ավետարան 5-րդ գլխի մեջ, ուրեմն 43-րդ խոսքից կարդանք։ Լսել եք, որ ասվեցավ, ընկերից սիրիր, թշնամու դատիր, բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, աղոթք արեք ձեզ չարչարողներին եւ ձեզ հալածողների համար, որ դուք լինեք ձեր հոր, որ ձեր հորը, որ երկնքումն է, որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա, անձրև է բերում արդարների եւ անիրավների վրա, որովհետեւ եթե ձեզ սիրողների սիրեք ինչ վարձ ունեք, չէ որ մաքսավորներն են նույնն են անում։ Հետաքրքիր մի բան եմ նկատում։ Ասում է, լսել եք, որ ձեր օրենքի մեջ այսպիսի բան կա, չարին շտամու տատիր, բայց եղբորդ սիրիր։ Սա բնական կյանքն է։ Սիրենք նրանց, ովքեր որ մեզ սիրում են, որ մեկը քեզ շատ է սիրում, ոնց ես ուզում իրան մի հատ նվեր տաս։ Իսարտ է տալիս ես չի, ասում ես հալալ արժանի է, բայց որ գիտես, որ դակու մասին բամբասել է։ Ու իրա ծննդյան օրն է, ուզում ես մի հատ նվեր անես։ Ասենք, ոնց ես նախապատրաստում իրան նվեր անելը։ Հնես չի, որ ես գիտեմ, որ իրա ծննդն է։ Արցավ, թեման փակվեց։ Բայց որ դու գիտես, որ այդ մարդը քեզ շատ է սիրում, ինքը չի էլ ասել, որ իրա ծնունդն է, դու ուզում ես մի հատ սյուրպրիզ անես իրան, որովհետև դու գիտես, որ ինքը քեզ շատ է սիրում։ Երբ որ ուզում ես մեկին մի լավ բան անես, ու դու գիտես, որ ինքը քեզ շատ է հարգում, ուզում ես մեծ պատիվ անես իրան։ Հիսուսը ասում է, սա բնական սեր է, նորմալ է, աշխարհներ ունի։ Ասում է, եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, կամ ձեզ բարի կանողներին բարի կանեք, ինչ առավելություն ունեք հեթանոսներից կամ փարիսեցիներից, ասում է, նրանք չեն նույնը անում։ Այսինքն նրանց մեջ չկա, բայց Հիսուսը առաջարկում է գերբնական աստվածային սեր, եւ այդ գերբնական աստվածային սերը սա հետեւյալն է, ասում է, բայց ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, սա գերբնական սերն է։ Ո՞ս կարա մարդը թշնամու սիրի։ Մեկը քեզ հայրոյու դու իրան սիրես, մեկը քեզ անարգի դու իրան սիրես, սա անհնար երևույթ է ժողովուրդ ջան, անհնար։ Եթե եկեք խոստովանենք, եթե աստվածային կյանքը մեր մեջ չլինի, մենք չենք կարող մեր թշնամիներին սիրել, այդպես չի։ Թշնամուն կարաս ջիգարով անիծես, կարաս մի հատ վատ հայհոյանք տաս, բայց սիրել թշնամուն, ախր դժվար է, եկեք հասկանցի էլի Տերի ջան, ոնց կարամ ես իրան սիրել։ Կամ Սուրբ գրքի մեջ գրված է, Հիսուսը հայրները սովորացնում է եւ ասում է, ների՛ր, դարձյալ խոսում է սիրո մասին, ների՛ր, հիմքը սերն է, եթե դու չես սիրում, դու չես կարող իրան ներես, դու չես կարող իրան ընդունես, ու այստեղից հասկանում ենք, որ սիրել թշնամուն, սիրել նրան, ով որ քեզ ատում է, սա գերբնական ապրելաձև է, եւ սա ազդեցություն ունի մարդու վրա, եւ սա աստվածային հատկանիշ է։ Գրված է, մենք դեռ թշնամի էինք, նա մեզ սիրեց։ Մենք դեռ թշնամի էինք, Աստված մեզ սիրեց։ Տերը մեզ չսիրեց, որովհետեւ մենք իրան սիրում ենք։ Մենք ատում էինք Աստծուն, եւ մենք պատրաստ էինք, եթե մենք լինեինք 2000 տարի առաջ, հավատացնում եմ, խաչողների մեջ մենք էլ էինք լինելու, ճղացողների մեջ խաչը հանեք, խաչելի հանեք, մենք էլ էինք լինելու, բայց Աստված սիրեց։
Մենք իրան չէինք ճանաչում, ինչքան ենք վատ բաներ Աստծո մասին ասել, բայց Աստված իր սերը ցույց է տվել մեր հանդեպ։ Իր ողորմությունը մեզ հետ է եղել, Տերը մեզ պահել է, պաշտպանել է։ Դուք ասես, ես մանկուցել Աստծուն սիրել եմ, հավատում եմ, որ դու մանկուց սիրել ես։ Մյուսները կարող է մանկուց չեն սիրել, դու եզակի մարդ ես մեր եկեղեցին։ Բայց Տերն ասում է, դեռ մենք նրան չգիտեինք, բայց նա մեզ սիրեց։ Սա աստվածային սիրո դրսևորում է։ Սա գերբնական ապրելաձև է սերը, ժողովուրդ ջան։ Դրա համար այն ինչը որ աստվածային է, մենք պետք է կարողանանք դա ավելի բարձր գնահատենք։ Այս միկրոֆոնը կրկնում եմ, ոնց որ մեջը սեր չկա սրա։ Երբ որ ասում ենք սեր, սիրո հետ ասոցացնում ենք, ասենք Հիսուսին, չէ՞։ Թշնամիները ատում էին, խաչի վրա փոխանակասեր, առաքյալները եկան Հիսուսին օգնության, ասին Տեր, ասա երկինքից կրակիչի թող սաղին վառի։ Մի անգամ Եղիան լեռան վրա նստած էր, բլուրի վրա նստած էր։ 50 հոգի զինվորներ եկան, որ Եղիային բռնեն, Աքաբի հրամանով ու տանեն սպանելու։ Եկան ասեցին, ով Աստծո մարդ։ Ասեմ, եթե ես Աստծո մարդ եմ, թող երկնքից կրակիչի ու ձեզ լափի։ Ասում է, երկնքից կրակիչը 50 հոգում վառեց։ Հով վատ բան չասեցին, Մարիամ ջան։ Հարցրեցին, մարդ իրավունք չունի մի հատ հարցնա։ Եկան ասին, ով Աստծո մարդ։ Հետո մի հոգի հազի դարձավ, եկավ լուր բերեց, ասեց, որ այդ 50 հոգի վառվեցին։ 50 էլ ուղարկեց Աքաբը, ասա գնացեք բերեք։ Եկան տեսան Եղիան նստած ասին, ով Աստծո մարդ։ Ասան, եթե ես Աստծո մարդ եմ ձեր ասացի պես, թող երկնքից կրակիչի ձեզ էլ լափի, այդ 50-ին էլ վառեց։ Բայ։ Ըստեղ սերը տեսնում եք։ Էլի մի հոգի փախավ գնաց Աքաբին ասեց, որ ես ձևի բան կա։ 50 հոգու են ուղարկեց։ Նրանք եկան ու նախորդ ասեցին, խնդրում ենք, մի արա այդ ձևի բան։ Եղիան այս անգամ չարեց։ Եվ իրանց ասելունը ասեցին Եղիային։ Սրան այդ սեր նկատեցի, Աքաբը ոնց էր այդ 50 զինվորների սիրը։ Աքաբը, Եղիան, թող կրակիչի ձեզ լափի, իջավ լափեց։ Եղիսեն ինձ նման առանց մազի էր, քաչալ էր։ Եվ գրված է, որ 40 երեխաներ կային, հենց Եղիսեին տեսան, ասին քաչալ արիստեղ, ասում է դարձավ ու անիծեց, եւ երկու հատ արջ անտառից դուրս եկան այդ 40 պատանիներին միանգամից սպանեցին այդտեղ։ Սրա մեջ սերը տեսա Եղիսեին, ոնց էր սիրը, արջերին էր սիրում երևի։ Պատկերացնում եք, զարմանալի է։ Հիմա Հիսուսին ասում են Եղիայի նման կրակիչացրու երկնքից։ Ասում է դուք ինչ հոգուտ եք։ Աստվածային սերը սիրել թշնամուն։ Ասում է ինչ շահում ունեք, որ միայն դուք ձեր քույր եղբայրներին եք սիրում։ Չէ որ հեթանոսներն էլ են նույն անում, չէ որ փարիսեցիներն էլ են նույն անում, բայց ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, բարիք արեք ձեզ ատողներին, օրհնեցեք ձեզանից ողներին, սա գերբնական ապրելաձև է։ Եթե դու ուզում ես հասկանալ, դու գերբնական աստվածային ապրելաձևի մեջ ես, թե չէ, լավ ուշադրություն դարձրու ես խոսքերին։ Դու ինձ ձևի հավատքով ես ապրում, եւ դու ինձ ձևի սիրով ես սիրում նրանց, ովքեր որ քեզ չեն սիրում։ Երրորդ բանը, որ նկատեցի, որը գերբնական ապրելաձև է, որը դարձյալ ձեր կյանքի մեջ կա, դա ներումն է։ Եկեք անկեղծանանք ու ասենք, որ ներելը դժվար երևույթ է։ Մեկ մարդիկ ասում են կներես, ասում եմ, եթե ներելը հեշտ բան է, Տերը չեր ասի, ներեցեք։ Ասում եմ 100% ներելը շատ դժվար բան է։ Գիտես, դու պատրաստ ես ներես նրանց, ովքեր որ քեզ սիրում են, բայց պատրաստ չես ներես նրանց, ովքեր որ քեզ ատում են։ Դու պատրաստ չես ներես նրանց, ովքեր որ քեզ համար չարիք են ծրագրել, բայց դու պատրաստ ես ներես նրանց, ովքեր քեզ համար բարիք են արել։ Բայց այստեղ Սուրբ գրքի մեջ Հիսուսը հետևյալ բանն ասում. ներեցեք։ Ներեցեք։ Ասում է, եթե Սուրբ գիրքը մեզ սովորացնում է, եթե դուք չներեք, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ չի ներելու։ Եթե դուք չներեք, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ չի ներելու։
Այսինքն մի բարձ բան ենք հասկանում, որ ներումը աստվածային հատկանիշ է, գերբնական ապրելաձև այս երկրի վրա, մարդիկ միշտ չարությունով են լցված դրանց նկատմամբ, ովքեր որ իրան ծարտում են, չեն ուզում այդ մարդկանց ներեն, ուզում են անպայման այդ մարդկանց կյանքի մեջ վատ բան պատահի։ Ես վկայություն տվել եմ, բայց նորից շատ փոքր վկայություն կտամ։ Երբ որ մենք ծառայության համար եկանք մի թաղամաս ու սկսեցինք այդ թաղամասի մեջ ծառայել, առաջին բանը, որ կարողացան այդ մեր հարևանները անեն, մենք ոչ մեկի ոչ մի վատություն չենք արել, մենք աստվածպաշտության կյանքով էինք ապրում, բոլորին ավետարան էինք քարոզում, ում տեսնում ենք, վկայում ենք Քրիստոսի մասին, առաջին բանը, որ կարողացան անեն, շատ արագ ոստիկանություն զանգահարեցին ու մեզ ոստիկանությանը բողոք տվեցին, որ մեզ այդտեղից վտարեն։ Երկու անգամ ոստիկանները գալիս են մեր ետևից։ Բայց ոչ ես եմ տանը, ոչ եկինս, որովհետև առավոտը դուրս էին գալիս, ծառայության երեկոյան տուն էին գալիս։ Ու փառք Տիրոջ, այդպես է ոստիկանները մեզ չհանդիպեցին, բայց այդ հարևանները միշտ հանդիպում էին մեզ հետ։ Անցան ժամանակներ, եւ այս հարևաններից մեկը, որը որ այդ կազմակերպիչն էր, խնդիր ունեցան իրաց տան մեջ, մահի ու կյանքի հետ պատերազմով։ Ես ստիպված եմ մեզ խնդրեմ, որ մենք աղոթենք։ Մենք այդ առիթը օգտագործեցինք, գնացինք, ավետարան քարոզեցինք, ամբողջ ընտանիքով ապաշխարեցինք։ Հրաշք կատարվեց այդ ընտանիքի մեջ, 10 օր, որ այդ մարդուն տվել էին կյանք, որ արդեն մահանում է, Աստված զարմանալի ձևով 1 ամիս եւ ավել կյանքը երկարացրեց, այս մարդը կլինիկական մահ ապրեց, այս մարդը դժոխքի դրախտի հետ առնչություն ունեցավ, երբ վերադարձավ եւ ասեց, որ Հովհաննեսի քարոզած Հիսուսը կենթանի է, իրան հավատացեք։ Բոլոր հարևաններին հավաքեց ու ասեց բարեկամներին ու խնդրեց, որ ես իրանց ավետարան քարոզեմ։ Ես էլ աղրտից օգտվեցի ու քարոզեցի։ Մյուս անձնավորությունը, որ դարձյալ համախոհներից էր ու ծրագիր էր մտածում, թե ոնց անե, որ մեզ վտարել է թաղամասից, իրանց ընտանիքի մեջ լուրջ պրոբլեմ ծնվեց։ Այն աստիճան, որ իրանց երեխան շատ ծանր վիճակով հոգեկան հիվանդություն ձեռք բերեց եւ ստիպված էին ինձ զանգահարել ու խնդրել, որ ես գնամ աղոթեմ։ Ես էլ առիթը բաց չթողեցի, գնացի, սկսեցի ավետարան քարոզել եւ այս մարդիկ սիրով ընդունեցին իմ քարոզչությունը։ Աղոթեցին, Տիրոջ շնորհը, ողորմությունը եղավ այս մարդկանց վրա։ Եվ այդպես մեր շատ հարևաններից սկսեցին ապաշխարել։ Ինչա ասելիքս։ Երբ որ դու ներում ես նրանց, ովքեր քեզ բարիք են արել, ինչ առավելություն ունենք մենք հեթանոսներից, չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնը անում։ Բայց Հիսուս ասեց, եթե դուք չներեք, ձեր եկտավոր հայրն ձեզ չի ների։ Ներեք։ Եվ ես դերեցի այդ բոլոր իմ հարևանների արասները, իրանց հետ ավելի սիրով էին վարվում, ավելի շատ։ Եվ իրանք սկսեցին մեզ շատ սիրել, որովհետև սերը հաղթում է բոլորին, որովհետև դու սիրով լցված մարդ լինելով հանդերձ, դու սկսում ես ներես։ Ներեք նրանց, ովքեր որ ձեզ վնաս են տալիս։ Դու մտածում ես ասես կեսուրին էր, բա իհարկե ամենառաջինը պետք է կեսուրին։ Հարսին էր, բա ոնց, բա առաջինը պետք է հարսին սիրես, հարսին ներես։ Եթե մենք ընենք մեկս մյուսից ետևից, գիտեք մենք ինչքան պրոբլեմներ ու խնդիրներ կարող ենք ձեռք բերել։ Բայց Սուրբ Գիրքը մեզ սովորացնում է, ներեք, սիրեք։ Սա գերբնական ապրելաձև է։ Եթե ուզում ես Աստված քո կյանքի մեջ գերբնական շարժը սկսի, պետք է սկսես ներել, որովհետև սա աստվածային հատկանիշ է ներումը։ Հովսեփի եղբայրները փորձեցին սպանել, հետո բարի գտնվեցին, վաճառեցին։ Օտար մարդկանց վրա վաճառեցին, Հովսեփը, որ ազատության կանչված էր, ազատության մեջ էր ապրում, դարձավ գերի, ստրուկ։ Ինչ որ մեկը առավ նրան, ընդամենը 20 արծաթով, եւ այս Հովսեփի երիտասարդ կյանքը դարձավ ստրուկի կյանք։ Եվ պատմությունը չի տալու, թե Հովսեփը քանի տարի ստրկության մեջ ապրեց, քանի տարի բանդ նստեց, բայց այս Հովսեփը գրված է, երբ որ եղբայրներին տեսավ, մեջի կարոտը սիրտը սկսած թրթռալ իր մեջ, եւ մի կողմ գնաց, գրված անցավ իր առանձնասենյակ ու սկսեց դառը լացել, որովհետև եղբայրներին կարոտել էր, բայց չէր կարողանում գրկել, չէր ուզում եղբայրներին հասկացնել, որ ես Հովսեփ եմ, որովհետև ծրագիր ուներ իր ողջ հայրական գերդաստանը բերել այս երկիրը, որտեղ որ լավ կյանք էր, բայց Հովսեփը իր մեջ ներեց իր եղբայրներին, եղբայրները երբ որ իմացան Հովսեփին, ասին ների մեզ, ասեց ոչինչ, մի մտածեք դրա մասին, Աստված այդպես կամեցավ, որ ես այսօր ձեզ համար օրհնություն դառնամ,
երբ որ ինչ որ մեկը քեզ վնաս է տալիս, երբևիցե մտածել ես, որ միգուցե Տերը ինքն է կամենում, որ այդ մարդիկ քեզ այդ վիճակին հասցնեն։ Չէ, դու ասում ես նա Աստծուց իր պատիժը ստանա։ Նա այսպես լինի, նա այնպես լինի, ու ինչքան չար անեծքներ կա սրտիդ մեջ, պատրաստ ես թափես այդ մարդու գլխին։ Տերը ասում է, ների, ինչի Տեր, լավ բանար է որ ների, որպեսզի դու էլ ներվես, որովհետև դու էլ ունես սխալներ։ Հիսուսը մի հետաքրքիր առակ բերեց։ Ասում է մեկը իր տիրոջը 10 քանքար էր պարտական։ Եվ ասեց տուր, եթե ոչ ամբողջ ունեցվածքը գերության կտաներ։ Ասում է խնդրեց, ասեց խնդրում եմ քեզ, սպասի կտամ։ Ասեց շատ բարի, եւ ասում է ներում ստացավ, դուրս եկավ, եւ ասում է գտավ մեկին, որին որ ասում է ինքը մի 100 պարտական էր։ Նա էլ ասեց տուր իմ ունեցվածքը, ասեց խնդրում եմ ների, չեմ կարողանում տամ, ասեց ոչ եւ բանտը դնել տվեց։ Ասում է եւ այս Տերը իմացավ, որ նրան ով որ ինքը ներել է, նա իր պարտականներին չի ներել։ Կանչեց ու ասեց. ծույլ ծառա, չար, ես քեզ ներեցի, այդքան մեծ է, միթե չէր կարելի, որ դու նրան էլ ներեիր, որովհետև ես էլ քեզ ներեցի։ Ուրեմն ես էլ քեզ եմ դնում բանտ, մինչև որ վերջին կոպեկդ վճարես, բանտում անհնար է վճարել։ Նա խնդրեց, ասեց ներիր, ես աշխատեմ վճարեմ, ներեց։ Բայց մյուս պարտականը ասեց ներիր, աշխատեմ վճարեմ, ասեց ոչ, երեխաների հետ բոլորին բանտը դրեց։ Տերը ասում է, լսեք, ես էլ ձեզ ներեցի, դուք էլ պարտավոր եք ուրիշների ներել։ Երբ որ մենք սկսում ենք մեր թշնամիներին ներել, սա գերբնական ապրելաձև է։ Դուք ասես ամեն։ Չորրորդը, որ բացահայտեցի Աստվածաշնչի մեջ, դա զոհաբերությունն է։ Եկեք անկեղծանանք ասենք, որ զոհաբերությունը դժվար բան է։ Տալը ողորմությունը ոչինչ։ Քո կարողության չափով, տաս չտաս, բայց զոհաբերությունը Բայց դու գիտեք, չէ՞ որ 5 կտակարանի մեջ զոհաբերությունները շատ են, նոր կտակարանի մեջ քիչ է, եւ նոր կտակարանի մեջ շատ չի Տերը դրանց մասին խոսում, 5 կտակարանի մեջ Աստված շատ էր պահանջում, նոր կտակարանի մեջ չի պահանջում, բայց ես ուզում եմ ձեզ մի հատ գաղտնիք ասեմ։ Դուք ասես դա ինձ համար գաղտնիք չի, ես կասեմ ճիշտ ես ասում։ Որտեղ քո գանձն է, այնտեղ քո սիրտն է։ Ամեն։ Որտեղ քո ֆինանսներն է, այնտեղ քո սրտի ամբողջ պարունակությունն է։ Որտեղ ես պահում դու քո ֆինանսները, քո սիրտը հենց այդտեղ է։ Եթե քո ֆինանսները դու եկեղեցում ես պահում, ես քեզ ասեմ քո սիրտը քո եկեղեցու մեջ է։ Բայց եթե դու քո ֆինանսները քո դոշակի տակ ես պահում, քո սիրտը քո դոշակի տակն է։ Դու մեկ ես քո դոշակի վրայից վեր կենում, որովհետև այնտեղ է հիմնական գումարները։ Դու վեր չես կենում, որովհետև գիտես մարդիկ կմոտենան, ձեռները կտանեն, գողություն կանեն, մի խոսքով։ Հիսուսը սովորացնում ասում է, որտեղ ձեր գանձն է, այնտեղ ձեր սիրտն է։ Տալը Սուրբ Գիրքը հետևյալն է սովորացնում. ավելի լավ է, քան առնելը, վերցնելը։ Որովհետև երբ որ մենք տալիս ենք Տիրոջը, սրանով մեր սիրտը սկսում է ուրախանալ։ Բայց երբ որ մենք վերցնում ենք, վերցնելու պահին ուրախանում ենք, բայց եկեք անկեղծանանք, անկեղծ ասեմ, դա քիչ էր։ Այդ ձև չի, ես դա նկատել եմ իմ կյանքից մեջ դա այդ ձևը։ Երբ որ տալիս ես սիրտդ ուրախանում է, մեկին ինչ-որ մի հատ լավ բան ես արել, բայց երբ որ քեզ են տալի, վերցնում ես ասում ես, քիչ է, եթե այսքանը ներ։ Եվ հասկանում ենք մի պարզ բան, որ տալը սիրտդ ուրախացնում է, վերցնելը մի պահ է, որ ուրախանում ես, դրանից հետո հասկանում ես, եթե մի քիչ էլ լներ, այսպես կլաս կլներ։ Ասում մի երեխա, այս պատմությունը պատմել է, բայց ոչինչ որ նորից պատմել։ Ասում մի երեխա իր 15 կոպեկը կորցնում է։ Եվ փնտրում չի գտնում։ Հետո մի մարդ անցնելուց ալինում կողքով ասում է ինչ ա եղել։ Ասում 15 կոպեկս կորցրել եմ։ Լավ 10 կոպեկ ասեմ, 15 հիմա չկա։ 10 կոպեկս կորցրել եմ։ Հանում է գրպանին, մի 10 կոպեկա տալիս, ասում անբան ես, միլացի։ Հետ գալուց նորից ա լացում, ասում տղասի չի համար ես լացում։ Ասում 10 կոպեկս կորցրել եմ, ասում լսի, ես դրա տեղը 10 կոպեկ տվեցի։ Ասում հա, բայց եթե նայն լիներ 20-ներ չէ դառնալու։ Մենք միշտ այդպես ենք, մենք ինչքան ուզում է աշխատենք, ինչքան ուզում է վաստակենք, մենք նույն այս աշխարհի բոլոր գումարները չենք վաստակելու եւ միշտ մեր գումարը պակասելու է։ Միշտ պակասելու է։ Ես մարդ չեմ տեսել, որ ասի իմ գումարը այնքան հերիք է ինձ, սա խարցերս լուծում եմ։ Ով ասում է սուտ ասում, կատականը ձեզ հետ։ Բոլորի գումարները միշտ պակասում են։
Եթե մի քիչ էլ ավելի լիներ, 100% ես գործ անողել։ Բայց միշտ այդպես պակաս է։ Աստում է ժամանակը, մի քիչ ավելանում է։ Պողոս առաքյալը հետևյալն է ասում։ Կորինթացիներից թղթին, սկսում է սովորեցնել։ Եվ սովորացնում է տալը, որ տալը ինչքան կարևոր է։ Եվ սովորացնում է մյուս եկեղեցու միջոցով այս մյուսի նախանձը շարժելով, որ տեսեք, այս եկեղեցին ինչքան տվող եկեղեցի է, բայց դուք չեք սիրում ցանել ուրիշի կյանքի մեջ։ Ես խոսում եմ մի բան, որը որ ձեր կյանքն է, դուք տվող մարդիկ եք, դրա համար ազատ խոսում եք։ Բայց մենք պետք է կարողանանք անմնացող նվիրվենք Տիրոջը եւ հասկանանք այն ինչ որ Աստված ուզում այս երկրի վրա կառուցենք, անելու ենք, ավարտին հասցնենք։ Որովհետև մենք տվող մարդիկ ենք լինելու, սա գերբնական ապրելաձև է։ Ասում եմ մի թագավոր ծնունդը նշում է շատ մեծ շուքով։ Եվ բոլոր իր քաղաքի ժողովրդին հրավիրում ասում է բոլորը հրավիրված եք իմ ծննդին։ Բայց նախորոքս զգուշացնում է, որ բոլորդ ոսկու ծառոթներ եք բերելու ինձ մարմնվեր։ Եվ ժողովուրդը սկսում է բամբասել ինչ խոսել։ Ասում եմ մտամ քիչ էր մեզ թալանել, հիմա էլ սափորներ ուզեմ, ամաններ ուզեմ, բանից, ոսկուց, հետել ոսկուց։ Եվ շատերը որոշում են, որ չգնան, անարգում են այդ թագավորին։ Որոշներն էլ փոքր բաներ են սարքում ու գնում են։ Այ վարդ ասում են իր ասացի պես, թող լինի։ Այս գիտեմ թե։ Թող լինի, վերջապես գնում են այդ ծննդին։ Այդ ծնունդը, երբ որ կայանում է, լավ ուտում, խմում, քեֆ են անում, ուրախանում են, թագավորն ասում է, հիմա նվերների ժամանակը եկավ, բերեք ձեր նվերները։ Ամեն մեկը ինչ չափի որ մի հատ սափոր ասարքե, բերում է թագավորին նվեր տալու։ Թագավորը հրաման է տալիս։ Ասում է լսեք, ինձ ձեր սափորները եւ ձեր բերած նվերները պետք չեն։ Բայց ինչ չափով որ դու նվեր ես ինձ համար սարքել սափոր, այդ չափով իմ գանձանակից ինչ որ նվերներ լցրու քո սափորի մեջ ու գնա քո տուն։ Մենք մտածում ենք, որ Աստված թալանում է մեզ, բայց եկեք անկեղծանանք, որ Աստծուն մեր կոպեկները պետք չեն, մեր ռուբլիները, մեր դրամները պետք չեն։ Բայց Աստված այն, որ ասում է, որ տվեք, ինքը ուզում է դրա վրա ավելացնի 30, 60 եւ 100, նա ուզում է մեզ ավելիով օրհնի։ Եթե մենք չսիրենք Աստծո տանը ցանելը, միևնույնն է, մենք ուրիշ տեղ ենք ցանելու այդ գումարները։ Բայց եթե մենք սիրում ենք Տիրոջը տալը, Տերը օրդում է այն ամենը, ինչ որ մենք տալիս ենք իրեն։ Աստված իմ 100 ռուբլու կարիքը չունի, ոչ էլ իմ 1000 ռուբլու կարիքը, ես այսօր 1000-անոց տվեցի Տիրոջը, գիտես ինչ։ Աստծուն դրանով չզարմացրեցիր։ Այն սափորը, որ դու պատրաստել էիր 100-ի, Աստված քեզ 100-ի չափով էլ ուղարկելու է, տալու է տանեստում։ 1000-ի չափով ես պատրաստել, ինքը քեզ 1000-ի չափով է օրհնելու։ Աստծո կամքն ու ցանկությունն է, որ օրհնի մեր կյանքը, որ մեր կյանքը օրհնված լինի, որ մենք հաջողված մարդիկ լինենք։ Աստված չի ցանկանում մեզ թալանի, Աստված ցանկանում է մեզ օրհնի, մեզ ավելիով տա։ Եկեք վստահենք Աստծուն։ Եկեք վստահենք, որ ինքը տվող Աստված է, եւ սա գերբնական կյանք է, այն ինչ որ քո մեջ կա, որ դու ուզում ես Տիրոջը ավելին անես, ես ասեմ սա գերբնական ապրելաձև է, սա քեզանից չի, սա Աստված է դրել քո մեջ, որ դու անես։ Դուք ասես բանապաշխարներն էլ են տալիս, անապաշխարները ողորմություն են անում, ողորմություն իրանց անունի ու իրանց հեղինակության համար։ Բայց քրիստոնյաները, որոնք որ Աստծո հոգով են լցված, նրանք ցանում են գաղտնի։ Նրանք երբ որ գումար են օրդում, տեսել եք հարսանիքի տեղը, երբ որ հարսին գումար են օրդում։ Ոնց են օրդնել, շաբաշ ասաց հայերեն։ Չէ, ասեք իսկ տեսել եք եկեղեցում, երբ որ մարդը, ասեք 5000-անոց է տալիս, ոնց է տալիս։ Սենց է բերում տալիս, սենց անելով չի բերում։ Ես հիշում եմ Հայաստանում մի անգամ ծառայության ժամանակ մի անապաշխար էր եկել մեր եկեղեցին եւ եթե չեմ շոտում 1000 դրամանոց էր ժամանակ 1000 դրամը մեծ գումար էր։ Մենք էսպես մատերի առաքինս էս դրած եկավ։ Հանգարանության ժամանակ։ Գիտեք բոլոր եկեղեցին զարմացած նայում են, այդ մարդը լավ էր ասում 1000-անոց է տալի, բայց դա ասեք եկեղեցում ասեք մարդիկ են կան 1000-ան են տալի, 5000-ան են տալի, բայց իրանց ուշադրությունը դա չի։ Երբ որ Տիրոջ համար մի բան ես անում, սիրով արա ու ծանծուղ արա։
Բայց ինչ որ դու անես, հավատացնում եմ, որ Տերը քեզ ավելիով է օգնելու։ Տերը ասում է լավագույնը արեք ինձ համար։ Դու մտածում ես ինչի, Տերին լավ գարնա ուզը որ վերջը մորթեմ։ Չէ, Տերը ուզում է քեզ լավ գարներով օգնի։ Դրա համար ասում լավ արա, արժեքավոր արա, փչացածը մի արա, այն ինչ որ քեզ պետք չի, ինձ չի պետք։ Ես չեմ կարող փչացած բաներ քեզ տամ, որովհետև իմ գանձարանում փչացած բաներ չկա, բայց քո փչացած սերմը պտուղ չի տալու, ես ուզում եմ դու լավ անես։ Ինչի մեր հոգեբանության մեջ միշտ էսպես անելու, դե ես չունեմ թող ինձ տան, դե ես չունեմ թող ինձ համար անել։ Մենք պետք է հասկանանք, ոչ, ես անողներից եմ լինելու։ Ես պետք է կերտողներից լինեմ, ես պետք է փոխողներից լինեմ, ես իմ ապագայի համար օրհնող եմ լինելու, ես իմ սերունդի համար օրհնություն եմ լինելու, ես ինչ որ բան անելու եմ շատերի օրհնության համար։ Շատ օլիգարխներ, որոնք որ գիտում են, հավաքում են, մի օր կորցնում են իրաց ունեցվածքը։ Ժողովողի մեջ գրված է հետևյալը, ասում է ամբարիշները ունեցվածք են հավաքում իմ առջև հաճելի եղողների համար։ Այսինքն սա նշանակում ամբարիշները կհավաքեն, բայց մի օր բոլորը կկորցնեն։ Բայց այդպես չեն արդարները։ Արդարները երբ որ ցանում են, նրանք 30, 60 եւ 100 պտուղ են ստանում։ Տերն այդպես խոստանում։ Եկեք սիրենք Տիրոջը ընծայել, եկեք սիրենք Տիրոջը տալը, եկեք սիրենք անմրացող Աստծուն օրհնելը ու հասկանանք, որ իսկապես այդ Աստված արժանի Աստված է։ Ինքը իմ ու քու այդ կոպեկների կարիքը չունի։ Նա ուզում է մեզ օրհնի, մենք օրհնություն ենք լինելու Աստծո մարդիկ։ Դուք կերտող մարդիկ եք այս քաղաքի մեջ։ Դուք վերափոխող մարդիկ եք այս քաղաքի մեջ։ Դուք այն մարդկանցից չեք, որ ողորմություն հավաքեք։ Թեև աղքատության մեջ մեռն է, բայց երկնքում Աստված ինձ փառավոր անելու, որովհետև ես իմ աղքատության մեջ, իմ դժվարությունների մեջ, ես իմ սերմերը սիրով ցանել եմ Տիրոջ արտի մեջ։ Ինչ որ մեկը կհնձի, եւ երբ որ ինքը հնձի իմ ցանասները, Տերը նրան ավելիով օրհնելու է։ Եվ ինձ է ավելիով օրհնելու է, որ ես արդեն նրա մոտ եմ։ Եվ ամենավերջինը, որ ուզում եմ ձեզ հետ խոսեմ, որ այդ գերբնական կյանքը դա սրբացումն է։ Եկեք անկեղծանանք, որ մենք չենք կարող սուրբ լինել։ Ինչքան ուզում ես դու մտածում ես, որ ես սուրբ կյանք եմ ապրելու, չես կարող սուրբ ապրես։ Մեկը մեղք ես գործում, սխալվում ես։ Բայց Աստվածաշունչը երբ որ կարդում ես, ես տեսա, որ սրբությունը դա աստվածային հատկանիշ է։ Մենք չենք կարող սուրբ լինել։ Այն ինչ որ դուրս են բերել եւ ձեզ ասում եմ, սա մենք չենք կարող անել, եթե Աստված սրա ետևին չկանգնի, եթե Աստված իր մատով չկպցնի, եթե Աստված չփոխի։ Երբ որ նայում եք Սուրբ գրքին անգամ 5 կտակարանի մեջ, գրված է 5 կտակարանի մեջ, որ ամեն բան մաքրվում էր եւ սրբվում արյունով։ Եվ քահանայապետը արյունը ցողում էր, եւ այդ արյունը մաքրում ու սրբում էր, վարագույրների վրա, ամեն բանի վրա արյուն էր սրսկում, եւ այս արյունը սկսում էր մաքրել, սրբացնել։ Այսինքն սրանով մի բարձ բան ենք հասկանում, որ մենք չենք կարող սուրբ լինենք առանց նրա արյան։ Ամեն։ Սա մեր ապրած կյանքը չի։ Բա բան եմ ուզում ես քեզ ասել։ Բա ո՞նց է որ դու այդ մեղքին կարողանում ես հաղթես։ Ինչքան մեղքեր կա մեր կյանքի մեջ, որ մենք հաղթել ենք։ Ժամանակներ առաջ նարկոտիկ, ժամանակներ հետո ազատ ենք նարկոտիկից։ Ժամանակներ առաջ հարբեցողություն, ժամանակներ հետո ազատ ենք հարբեցողությունից։ Ժամանակներ առաջ ծխախոտ, ժամանակներ հետո ազատ ենք ծխախոտից։ Ժամանակներ առաջ հայհոյություն, ժամանակներ հետո ազատ ենք հայհոյությունից։ Ժամանակներ առաջ անեծք, ժամանակներ հետո ազատ ենք անեծքից։ Ժամանակներ առաջ աբորտներ, ժամանակներ հետո ազատ ենք աբորտներից։ Ժամանակներ առաջ անառակություն, ժամանակներ հետո սրբություն։ Այս ո՞նց եղավ, որ այն ժամանակ ուրիշ էինք, բայց հիմա դարձանք ուրիշ։ Եթե այդ ամենակարող Աստծո մատը չի կպել մեզ, մենք ո՞նց կարայինք սուրբ լինենք։ Ուզում եմ ես ձեզ մի հատ հարց տամ։ Խաչի վրի ավազակը քանի մեղքից էր ազատագրվել։ Հա՞։ Տեր ասավ այսօր ինձ հետ դրախտում ես լինելու։ Այդ ո՞նց սրբվեց։ Ինչ արեց, որ սրբացավ։ Հավատաց, ու այդ արյունը սրսկվեց։ Բայց
չի Աստված այսօր մեզանից որոշ բաներ պահանջում, որ մենք ինչ-որ բաներ թողնենք։ Հիսուսն ասում է հետևյալը. ես իմ անձը սրանց պատճառով սուրբարեցի, որ չգայթակղվեք։ Ես իմ անձը ձեր պատճառով սուրբարեցի, որ դուք չգայթակղվեք։ Մեկ ուրիշ համարի մեջ այս ձևա գրված. սուրբ եղեք, որովհետև ձեր երկնավոր հայրն է սուրբ է։ Ինչու? Որ այդ Աստվածը կարողանա մեզ հետ հաղորդակցվի։ Դուք մաքուր անոթը կեղտոտ անոթի հետ չեք դնում։ Դե դուք այդպես եք, որ ճաշ ուտում եք, կեղտոտ աբսենտ վերցնում եք, դնում եք մաքուր աբսեների մեջ։ Կեղտոտ անոթները մենք հավաքում ենք միտեղ, որ մաքրվի։ Մաքուր անոթները հավաքում ենք միտեղ, որովհետև նրանք մաքուր են։ Եթե դու ուզում ես, որ Աստված քեզ հետ հաղորդակցություն ունենա եւ միշտ քեզ հետ այդ շփումը տավելանա, ես քեզ ասեմ դու մի համեմատի քեզ ինձ հետ։ Բա ո՞նց է հովիվ ես բանն աննվա ես էլ իրամ։ Դու քեզ մի համեմատի, Տերը քեզ յուրովի ա ուզում, յուրովի։ Հովիվը մնում է հովիվ, բայց Տերը միգուցե ուզում է դու առաքյալ լինես։ Դու քեզ մի համեմատի իմ հետ։ Արի մենք մեզ համեմատենք Աստծո հետ։ Ինչ ա ուզում Աստված ինձանից պատրաստի։ Հռոմայացիս թղթի համարը հետևյալ բանն ասում. եթե մենք մեր անձերը մաքուր անենք, պիտանի անոթներ կլինենք մեր Տիրոջ համար օգտակար։ Եթե մենք մեր անձերը, թե Տիմոթեոսի մեջ ասում, չէ՞ հիշում, կարծեմ Տիմոթեոսի մեջ ասում։ Մի խոսքով, սուրբ գիրքը մեզ սովորացնում է, որ մենք պետք է սուրբ լինենք։ Դու ինչքան սուրբ ես, այնքան Տիրոջ է քո հաղորդակցությունը եւ քո շփումը ավելի մեծ է։ Որովհետեւ Տերը քեզ հետ ավելի է հաղորդակից լինում, որովհետեւ դու մաքուր անձնավորություն ես։ Սրբությունը դա աստվածային հատկանիշ է։ Դու չես կարող մեղքին հաղթես առանց Քրիստոսի մատին, բայց նրա մատը երբ որ կպնում է քեզ, քո կյանքը սկսում է սրբանալ։ Դու սկսում ես մաքրվել, դու սկսում ես ազատագրվել, դու սկսում ես Տիրոջը փառաբանել։ Այն ժամանակ դու չես կարողանում քո մեղքերը քեզ դատապարտում են, բայց հիմա դու մեղքերից ազատ ես ու Տիրոջն ես երկրպագություն անում։ Գիտես ինչի, որովհետև նա քեզ արդարացրել է։ Այս 5 բանը, որ ուզում եմ մեզ համար կյանք դառնա։ Առաջինը հավատ, պահիր քո հավատքը, որպեսզի որևէ մեկը քեզանից չգողանա այդ հավատքը։ Սատանայի նպատակն է, որ կոտրի քո հավատքը, ջարդի քո հավատքը, փշրի քո հավատքը, որպեսզի քեզ հուսահատեցնի, որ այս աշխարհի մեջ քեզ ջարդած պահի, ամուր պահի քո հավատքը։ Նա իմ Տերն է, նա ինձ փրկել, նա իմ արդարությունն է, ես նրան եմ պատկանում։ Երկրորդ երբնական ապրելաձևը դա սերն է։ Սիրեցեք մեկը մյուսից Հիսուս ասեց։ Սիրեցեք, չասեց մեկու մեջ։ Սիրեցեք մեկը մյուսի, որովհետև եթե ձեր մեջի սերը տեսնեն, կհասկանան, որ դուք իմ աշակերտներս եք։ Եթե Աստված մեր մեջ այդ սերը տեսնի, կհասկանա, որ մենք իր աշակերտներն ենք։ Ամենաարժեքավոր ու ամենազորավոր զենքը այս աշխարհի մեջ դա սերն է։ Տեսեք ամբողջ աշխարհը սիրո մասին է երգում, բայց բոլորը սիրո կարիք ունեն։ Սիրեցեք, դա եկեղեցու մեջ է միայն ստացվում, աշխարհի մեջ չի կարող ստացվի։ Մենք սիրում ենք նրանց աշխարհի մեջ, ովքեր որ սիրելի են, բայց ովքեր ատելի են, մենք չենք կարող։ Չէ, սիրահարվածները սկսում են երգել սիրո մասին, բայց եթե իրանց ոչ սիրելի անձը կանգնի իրանց դեմը, իրանք ասեն դա քեզ չի վերաբերվում։ Մեր սիրելիի համար ենք մենք դա երգում, բայց եկեղեցին պետք է սիրի իր ատելիներ, իր թշնամուներ, այսինքն այդ սերը դա մեզ համար պետք է լինի երբնական ապրելաձև։ Երրորդը դա ներումն է։ Ներեցեք, Տեր ասեց, եթե դուք չներեք, չի ներվելու։ Հայր մեր աղոթքի մեջ հետևյալն ենք ասում, Հայր մեր, ների մեր մեղքերը, ինչպես մենք ներում ենք նրանց, ովքեր որ մեզ պարտական են։ Ների մեր մեղքերը։ Եվ մենք այդ բան ասում ենք, ինչպես որ մենք ներում ենք, արդյոք մենք ներում ենք թե չէ։ Եթե անգամ չենք ներում, եկեք ներենք նրանց, ովքեր որ մեզ ցավ են պատճառել, ովքեր քեզ վիրավորել են, ովքեր քեզ նեղացրել են, միգուցե քո տան անդամն է քեզ վիրավորել, ես չգիտեմ, միգուցե քո բարեկամը, միգուցե քո եկեղեցուց ինչ որ մի քույր կամ մի եղբայր, ների ազատ արձակի իրան, եթե դու իրան չներես, դու իրան կկապես, ու այդ կապանքների մեջ ինքը չի կարող ազատության մեջ ապրի, ների ազատ արձակի, թող Աստծո ձեռք այդ մարդի վրա լինի, գիտեք, երբ որ մենք մեր սրտից ներում ենք այդ մարդկանց,
մեր սիրտը բանտ չի լինում, մեր սիրտը գահալինում, որտեղ տիրում է Հիսուս Քրիստոսը։ Լսվել եք, որ ասվեցավ ձեր օրենքի մեջ։ Եղբորդ սիրիր, բայց թշնամուտատիր, բայց ես ասում եմ, սիրեցեք։ Ես չգիտեմ, միգուցե դու ստեղ նստած ես, սիրո կարիք ունես, ներման կարիք ունես, միգուցե քեզ են չեն ներում, ուզում եմ ասեմ, ների դու ուրիշների, որպեսզի ներվես, սիրիր, որպեսզի սիրվես, հավատքով լեցրու եւ շարժվենք առաջ զոհաբերության ու տալու մեջ, որովհետեւ Հիսուս Քրիստոսը չնայեց մերով լինելու, նա իր կյանքը զոհաբերեց խաչի վրա։ Եկեք, որպես զոհ գնահատենք այդ ամենակարող Տիրոջը, նա իր կյանքը զոհել է մեզ համար։ Եկեք մենք էլ կարողանանք մեկս մյուսիս համար մեր կյանքը զոհաբերենք, ինչ որ մի բան զոհաբերենք։ Ըսկի եթե մենք չենք կարող մի բան զոհաբերենք, մենք ոնց կարանք մեր կյանքը մեր քույր եղբայրների համար զոհաբերենք։ Սուրբ Գրքի մեջ հետևյալն է գրված. հազիվ թե մեկ արդարի համար մեկը իր կյանքը տա, հազիվ թե մենակ ես հասկանում եմ, որ դա կարող լինի, որ ծնողը երեխու համար տա։ Դա աղբերն աղբոր համար չի տա, քուրը քրոջ համար չի տա, բայց ծնողը միշտ պատրաստ է լինում։ Բայց ծնողներ կան չէ, կարան ասել մեզանից էլ չի լինի, բայց իրանից էլի կարող լինի, դեռ ծոցներս լիքը ծաղուկ է։ Բայց ծնողը կարա իր կյանքը տա իր զավակների համար, եւ դրա համար Պողոս Արաքյանն ասում է հազիվ թե մեկը, բայց հարց եմ ուզում տալ, մենք ինչ ենք պատրաստ, մենք ինչ ենք ընդունակ, մենք կարանք ինչ որ մի բան անենք, ցույց տալով մեր զոհաբերությունը, Հիսուսը իր կյանքը խաչապայտի վրա զոհեց իսեր աշխարհի մարդկության, մենք էլ կարանք այդպես անենք, թե չենք կարող, մենք ապրում ենք այս երկրի մեջ, եկեք սիրենք այս երկիրը, եկեք սիրենք այս ազգին, եկեք ավետարանենք, եկեք քարոզենք, եկեք մեր սերը ցույց տանք, թող մեր սերը տարածվի, թող տարածվի։ Սրանով մենք մեր սրտերի մեջ օրհնություն ենք ցանում։ Պատահական չէ, որ Պողոս Արաքյանն ասեց. աղոթեցեք այնտեղ, որտեղ որ դուք ապրում եք, աղոթեցեք այդ իշխանավորների համար, աղոթեցեք այդ մարդկանց համար, աղոթեցեք, որ խաղաղ ու հանդարտ աստվածպաշտությամբ ապրեք։ Դուք ասես այ աղբեր ջան, ես ինչ դժվար բաներ ես ուզում։ Տերն ասում է ձև արա։ Եկեք կարողանանք այդ զոհաբերությունները բարձրացնենք Տիրոջը եւ ամենավերջինը սուրբ կյանք ապրենք։ Սրբությունը մեզ համար կարևոր է։ Ամեն։ Տերը ուզում է, որ մենք սուրբ լինենք։ Եթե Աստված ուզում է սուրբ լինենք, ինչու՞ է քու թույլ տեղը, որն է քու կաղալու տեղը։ Երբ որ կանգնենք Տիրոջ առաջ, եկեք մեր բոլոր թերությունները բերենք Տիրոջ առաջ։ Եթե դու սրբության մեջ ես կապում, ինչ մեղքեր ունես, որն է քեզ տանջում, դատապարտում, ես քեզ հետևյալն եմ ասում. Տերը ներել է քեզ, Աստված ներել է քեզ, հանկարծ դու կզարմանաս, որ դու մտնես երկիր, բայց գիտես, իմ քո սխալ ապրելը կարա մեր կողքիններին հավատքից գցի։ Շատ մարդկանց թույլ չեն տալիս մենք մեր սխալ ապրելով, որ այդ մարդիկ են փրկվել։ Գրված է բոլորի հետ քաղցր, բարի եղեք, որպեսզի Աստված նրանց այցելության օրումը ապաշխարություն տա։ Այսինքն մենք ոչ միայն ապրելու ենք մեզ համար, այլ մեր կողքինների համար, որ մեր կողքիններն էլ փրկություն ունենան։ Դուք ասես, ամեն։ Եկեք սուրբ ապրենք։ Եկեք զոհաբերող մարդ լինենք։ Եկեք տվող մարդ լինենք։ Եկեք լինենք հավատքի մարդ։ Եկեք լինենք ներող մարդ։ Եկեք լինենք սիրող մարդ։ Սա եկեղեցու գերբնական ապրելաձևն է։ Եկեղեցի ապրիր աստվածային կյանքով։ Հրաշալի ես դու տես։ Հիսուս։ Ներիր Տեր։ Ես այսօր իմ սրտից արձակում եմ նրանց, ում որ բատարկել եմ իմ սրտից մեջ, ում որ ատում եմ, ովքեր ինձ ցավ են պատճառել, վերքեր են պատճառել։ Ես այսօր արձակում եմ այդ մարդկանց Տեր, եւ ես ասում եմ, որ նրանք ազատ են։ Եվ կխնդրեմ նրանց համար, որ իրանք մտնեն հավիտենական կյանքին Տեր։ Եվ դու նրանց մեղքերն ու անօրենությունները, մեղք ու անօրենություն մի համարի Տեր։ Այն ինչպես խաչի վրա ավազակի
շատերը ուզում էին, որ նա մեռներ, դու նրան ասեցիր այսօր ինձ հետ դրախտում կլինես, ուզում եմ, որ այդ մարդիկ են Աստվածին, դրախտում լինեն քեզ հետ Տեր, խնդրում եմ ով ամենակարող Արքա, օգնի, որ իմ հավատքը աճի ու մեծանա, որ ես գերբնական բաների հավատամ Տեր, օգնի, որ մենք սիրով լեցված լինենք Տեր, թող այս եկեղեցին սիրո եկեղեցի լինի Տեր, որ մարդիկ երբ որ մտնել ես եկեղեցի, քեզ հետ հանդիպեն Տեր, ու սիրեն քեզ, եւ թող այս սերը մեկս մյուսից նկատմամբ միշտ երևատեր, ոչ թե չարախոսենք ու բամբասենք, այլ սիրենք մեկս մյուսից Տեր, օգնիր մեզ Տեր, որ մենք զոհաբերող մարդ լինենք Տեր, տվող մարդ լինենք Տեր, օգնի մեզ Աստվածին, որ մենք ցանող մարդ լինենք Տեր, որովհետև քո